բանավեճում մեծ բանավեճ հաղորդաշարի ժամանակ եւ քննարկում էր Գյումրու ընտրությունները եւ հետագա ընթացքը ոչ թե հայտարարություն է եղել իմ կողմից, այլ առաջարկ է եղել, համաձայն որի ես իշխող կուսակցությանը առաջարկել եմ, որ նրանք ընդունելով իրենց պարտությունը տեխնացու չառաջադրեն ամսի 16-ին, որպեսզի ընդդիմության 4 կուսակցությունները կաշկանդված չլինեն եւ նրանցից ցանկացածը կարողանա տեխնացուն առաջադրի եւ ամբողջ ավականին կարողանա ընտրի ընդդիմադիր քաղաքապետ, այսինքն որպեսի գործընթացը միասնական լինի, քանի որ մեր քաղաքական ուժը իր անունով հանդես Միացյալ Հայաստան նախատեսում է ոչ թե ընդդիմություն եւ իշխանություն պարակտում, այլ ընտրություններից հետո ընդհանուր առաջ գնալ, գիտեք ոնց է, ավականու անդամները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, սակայն այն դեպքերում, երբ որ ոչ մի քաղաքական ուժ չի ունենում բացարձակ մեծամասնություն, իր նպաստ նշված համայնքի, հանրապետությունում էլ նույն խնդիրը լինելու, ես համոզված եմ, որ 2026 թվականի ընտրություններում դժվար թե որևէ քաղաքական ուժ ունենա 50%-ից ավել ձայն։ Այդ դեպքերում միասնություն է պահանջվում, այլ ոչ համագործակցություն։ Նույն հաղորդաշարի ընթացքում ես հայտարարել եմ, որ դաշինքը կապահովի ընդդիմադիր քաղաքապետի ընտրությունը։